Ռոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործի քննությունը ձգձգվում է։ Հանրային մեղադրողին ողջամիտ ջանքեր տրամադրում 10 օր ժամանակ է տալիս դատավորը մեղադրողին, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործում արարքի իրավական գնահատականը փոխի։ Այդպիսի միջնորդություն է ներկայացրել դատախազը, դատարանն էլ բավարարում է։ Միևնույն ժամանակ դատավորը մեղադրողից պահանջում է վերացնել նաև խախտումները, որ եղել են վերաբացված այս գործով մեղադրանքի որոշումներ կազմելիս։ Հաշվի առնելով նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները կազմվել է քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ, ինչպես նաև սույն քրեական գործով Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների անհամապատասխան, մասնավորապես նոր որոշումներում առկա է որոշակի փաստական նկարագրության փոփոխություններ, որոնք համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 336-րդ հոդվածի առաջին մասի կարող է համապատասխան պայմանների դեպքում փոփոխվել միայն հիմնական դատալսումների ավարտին։ Ստացվում է հիմա էլ քրեական օրենսգրքի այլ հոդվածով կարող է վերավորակվել մեղադրանքը։ Հանրային մեղադրողն ըստ էության ցանկանում է նոր մեղադրանք ներկայացնել, նկատում է Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանը։ Մինչդեռ Գևորգյանը ազգային ժողովի падգամավոր է եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախ պետք է որ նա զրկվի անձեռմխելիությունից, հաղթահարվի նրա անձեռմխելիությունը։ Այսքանը չպիտի ասեի, եթե ինչ-որ կիսայրավաններից չլսեի կողքից, որ սա հնարավոր է նոր մեղադրանք չի, ինչ-որ առաջադրված հին մեղադրանք հաշուտ առաջադրվել, դրա համար հաղթահարելու անհրաժեշտություն չկա։ Սրա մասին նշեցի, որովհետև դատարանը ինքն էլ արձանագրել է ճիշտ իր խոսքում, որ սա լինել է նոր մեղադրանք։ Նոյեմբերի 24-ին հաջորդ դատական նիստին դատախազը պետք է ներկայացնի փաստացի նոր մեղադրանքը։ Հնարավոր է 0-ից վերսկսվի ավելի քան 1 տարի շարունակվող դատավարությունը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։